Ինչպես է ստացվում, որ ավելի շատ ես վաստակում, բայց կենսամակարդակդ էականորեն չի բարձրանում։ Խնդիրը միայն սպառողականությունն ու իմպուլսիվ ծախսերը չեն։ Պատճառը նաև գնաճն է, որն անմիջապես ազդում է աշխատավարձի իրական գնողունակության վրա։ 2025-ի միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է 5.6%-ով կամ շուրջ 16000 դրամով։ Նույն տարում գնաճը կազմել է 3.3%։ Այսինքն, եթե հաշվի առնենք գնաճը, ապա ստացվում է իրական աշխատավարձը աճել է միայն 2.2%-ով կամ 6400 դրամով, իսկ 9600 դրամը փաստորեն չեզոքացվել է գնաճով։ Ինչպես ասում էի մեր պապերը, աղն է, չէ, դա ասֆալտինն էր, գնաճն է կերել մատաղը։ Իդեպ, վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն զգալիորեն տարբեր է կանանց եւ տղամարդկանց միջեւ։ Կանանց միջին աշխատավարձը շարունակաբար ավելի ցածր է, քան տղամարդկանցը։ Օրինակ, 2021-ին տղամարդկանց միջին աշխատավարձը կազմել է 250186 դրամ, իսկ կանանցը 161421 դրամ։ Այսինքն տղամարդիկ միջինում մոտ 1.5 անգամ ավելի շատ են վաստակել։ Հետագա տարիներին աշխատավարձերը աճել են երկու սեռերի դեպքում էլ, սակայն այս տարբերությունը գրեթե չի փոխվել։ 2025-ին տղամարդիկ միջինում ստացել են 378122 դրամ, իսկ կանայք 231740 դրամ։ Այսինքն տղամարդիկ շարունակում են միջինում մոտ 1.6 անգամ ավելի շատ վաստակել, քան կանայք։ Միջին աշխատավարձը սակայն չի արտացոլում շարքային քաղաքացու վիճակը։ Եթե ՏՏ ոլորտի մասնագետը ստանում է 1 միլիոն դրամ, իսկ ուսուցիչը 200,000 դրամ, նրանց միջինը կազմում է 600,000 դրամ, որը իրականում չի ներկայացնում եւ մեկի եւ մյուսի եկամուտների իրական պատկերը։ 2025-ին Հայաստանում ամենաբարձր վարձատրվող ոլորտներն են եղել տեղեկատվական տեխնոլոգիաները, տեղեկատվության եւ կապի ոլորտը, ֆինանսական ու ապահովագրական գործունեությունը, ինչպես նաեւ հանքագործական արդյունաբերությունը։ Հենց այս ոլորտներում են կենտրոնացած բարձր աշխատավարձերը, որոնց հաշվին էականորեն բարձրանում է ընդհանուր միջին ցուցանիշը։ Մինչդեռ ամենացածր վարձատրությունը շարունակում է մնալ կրթության, մասնագիտական, գիտական եւ տեխնիկական գործունեության, ինչպես նաեւ հանրային սննդի ոլորտներում։ Ասա ինչ մասնագետ ես դու, ասա միջինում որքան ես վաստակում։